այդպես ասեմ, եթե լիներ ամենաշահավետ տարբերակը կլիներ, եթե լիներ միասնական թեկնածու։ Եթե ամբողջ ընդդիմությունը միանար եւ մենք ստանայինք միասնական թեկնածու, ապա այդ պարագայում մենք այդ մոդելը ունենք, մենք տեսել ենք դա Էջմիածնի հատվածներից մեկում, երբ որ մի թեկնածուն ընդդիմությունից է մյուս թեկնածուն կոնկրետ գյուղում, ապա իշխանությունից, ապա այդ գյուղում ընտրական ակտիվությունը եղել է մոտ 50% եւ ընդդիմությունը հավաքել է 60-ից ավելի տոկոս հավաքել։ Նույն կողքի գյուղը, երբ որ արդեն 1.5 ընդդիմություն կար, ընտրական ակտիվությունը ավելի ցածր էր։ Հետևաբար, եթե մենք չհաջողվի միասնական թեկնածուն, դա նշանակում է, եթե ասեմ 80% եղել է, հետևապես մոդելից ելնելով Հայաստանի ամենաբարձր ընտրական ակտիվությունը եղել է 1.850.000, հետևապես միասնական թեկնածուն նշանակում է, որ մենք ունենալու ենք 1.600.000 եւ ավել ընտրող տեղամասեր։ Եթե մենք ունենք Գյումրիի մոդել, երբ որ մենք ունենք 3 շարասյուն, հիմնական, որը դուք նշեցիք, ես կարծում եմ, որ մենք ունենալու ենք 65-67% ընտրական ակտիվություն, քանի որ մենք Հայաստանի բնակչության թիվը գիտենք հաշվարկներով, բայց ոչ կոնկրետ, ապա դա կնշանակի 1.430.000-ից մինչև 1.500.000 մասնակցություն, որի պարագայում նույնպես գործող իշխանությունը մոտիկ անգամ հույս չունի։ Եվ երրորդ տարբերակը, որը իշխանության իղձն է, որ ընտրական ակտիվությունը ինչպես այն պարագայում, երբ որ իրանք հաղթանակ տարան, լինի, ասենք 21 թվականին կամ ավելի ցածր, այսինքն 1.300.000-ից ավելի պակաս։ Եղած թվերով, որը ես այս պահին կարծում անիմաստ տալը, իրանք անգամ բոլոր ռեսուրսները օգտագործելով լավագույն դեպքում կարող են ոչ ոքի գալ, որը որ էլի քիչ հավանական է, բայց ամեն դեպքում ընդդիմության կարևորագույն խնդիրը հետևապես ընտրական ակտիվությունն է, որոնք են սպասելիքները, շարասյունները իդեալական չեն, բայց մենք ունենք մի մոդել, որտեղ որ մենք տեսնում ենք, որ դա հաջողության բերում է։ Հետևապես կարևորագույն խնդիրը նա է, թե ինչքանով այդ շարասյունները այն հայտերը, որոնք որ կան հասարակությունում, կարող են պատասխան տալ։ Կարևորագույն խնդիրները այստեղ օրակարգում երկուսն են, դա սոցիալ-տնտեսական հիմնահարցերն են, ինչպես նաև անվտանգության։ Առանձնացնելը անիմաստ է, հետևապես խնդիր համար 1 հաջողություն կունենա այն ցուցակը, առավելագույն հաջողություն, ու սա 114 օրվա խնդիրն է, որը որ կարող է ինտեգրացնել իր ծրագրերում համոզիչ պատասխաններ այս երկու հիմնահարցերի շուրջ։ Ով ավելի հաջողվեց, ով կարողացավ բոլոր այդ հարցերին պատասխան տալ, նա կունենա ավելի շահավետ դիրքեր։ Երկրորդ կարևորագույն խնդիրը, որը որ ես կառանձնացնեի, դա միասնության պահանջն է այնուամենայնիվ, այսինքն հայ ժողովրդի ընտրություն կատարելու կարևորագույն չափանիշը դա միասնությունն է, ժողովուրդն է, այսինքն որ մոտավորապես պատկերացնենք, հայ ժողովրդի մեծ մասը դա մարդիկ են, որոնք գնում են ինչ-որ մի առիթով ռեստորան ու պատվիրելուց նայում են, թե կողքին ինչ է պատվիրում։ Իսկ ես տեսնեմ ժողովուրդը ինչ ասում, որ հասկանամ ճիշտ ու սխալը որն է, ու ըստ այդմ կարողանամ իմ որոշումը կայացնել։ Ու այդ միասնության պահանջը առաջի հերթին գալիս է նրանից, որ ես ճիշտ ու սխալ որոշում կատարելու համար պետք է նայեմ, թե ժողովուրդը ինչ է անում։ Այս տեսակետից
երևակայի ամենաշահավետ դիրքում ասեմ ոչ սա ասենք տենց միտում օրինակ ես կտեսնեի առաջարկ Հայաստան ես կասեի բրենդը ինչու դրա համար որ այդ առաջարկ Հայաստանը սոցիալական ցանցերում դարել է ոնց որ անդրոիդը, այսինքն դա բաց կոդ է ու տարբեր մարդիկ, որոնք որ ինչ-որ մտքեր ունեն կամ համարում են, որ ունեն, կարևոր են այդ մտքերը թե չէ, բայց իրենք կարողանում են ներկայացնել։ Հետևապես այդ միասնության հայտը կարող է փակել օրինակ առաջարկ Հայաստանը, դա նույնպես շատ կարևոր մի հաջողության նշան է, թե ասենք կրողի համար, թե ընդհանուր ընդդիմության համար։ Երրորդ հայտը, որը որ կա նոր հատկապես կրթված հատվածի մոտ, կա նոր մարդկանց հայտը։ Նաև նշենք, որ 18 թվականին այդ հայտը նույնպես եղել է, ու այսօր ընտրողների զգալի մասը ունեն ճիշտ հակառակը, վախ, որ եթե ինչ-որ մի երիտասարդ փորձ կա, ապա մենք մի անգամ արդեն տեսել ենք։ Հետևապես այն ցուցակը, որը կկարողանա ինտեգրացնել փորձն ու նոր մարդը, նույնպես կարող է ինչ-որ առավելություն ստանալ։ Այս խնդիրներն, որոնք որ պետք է լուծեն ամեն մեկ առանձին ընդդիմության այդ շարասյունները եւ կարևորագույն խնդիրը երեքի համար դա գլոբալ միասնությունը չխախտել, թիրախավորել միայն գործող իշխանությանը, հակառակ դեպքում մենք չենք ունենա այն ընտրական ակտիվությունը, որը մեզ պետք է, այսինքն առանձին գնալ կարելի է, ընտրության այդ վերը տալ, բազմությունը տալ ընտրողներին աշխատում է, բայց եթե իրար մեջ հարցեր առաջանան, այլ ոչ թե թիրախավորվեն միայն գործող իշխանությանը, դա շատ վատ կընկալվի եւ կբերի ցածր ընտրական ակտիվության։ Դեպապես տարբերությունները հագովելի են, ես ասացի ինչ ուղղությունով ամեն մեկը պետք է աշխատի եւ թիրախավորել միայն գործող իշխանությանը։ Այդ պարագայում վերադառնամ նրանից ինչից սկսեցի, տրամադրությունները ձևավորված են, ձեր նշած Վենսը եւ մնացած ամեն ինչը նրան գործող իշխանությունը ունի հատկություն, իրեն որևէ մեկը բարձրացնել չի կարող, իրանք կարամիջացնել պենսիայից, իրանց վարկանիշի։ Դեպապես, եթե այդ բոլոր պայմանները կատարվեցին, ապա ես կարծում եմ, որ Գյումրիի մոդելով մենք ունենանք ցուցակից, ոչ թե ցուցակից, այլ եղած մարդկանցից 65-67% եւ հաջողությանը ես գրեթե չեմ կասկածում, որ կգրանցվի։ Այսքան եթե հարցեր կան կպատասխանեմ։ Երևի թե սա այդքան էլ սոցիոլոգիային վերաբերող հարց չէ, ավելի շատ քաղաքական հարց է, բայց միգուցե դուք էլ ունեք ձեր դիտարկումները, ինչպես անել, որ իսկապես երաշխավորվի այդ մասնակցությունը։ Տեսեք, նշեցիք ժողովրդի միասնության կարևորությունը, այսօրվա այսպես կտված հասարակության պայմաններում եւ այլն, բայց բոլորի մոտ կա իսկապես անհանգստություն, որ կարող է հանկարծ կրկնվել 2021 թվականի սցենարը եւ մասնակցությունը չլինի բավարար եւ այս պարագայում հնարավորություն ընձեռվի իշխանության վերարտադրության համար, հաշվի առնելով, որ իշխանությունը ձեռքերը ծառայած չի նստելու եւ օգտագործելու է բոլոր հնարավոր միջոցները, մենք կտեսնենք իհարկե առաջիկայում նոր ռեպրեսիաներ, մենք կտեսնենք քրեական գործեր, մենք կտեսնենք վարչական ռեսուրսների մոբիլիզացում եւ այլն, այս ամեն ինչը բոլորս պատկերացնում ենք։ Այ բանալին, որը պետք է լինի, որպեսզի մասնակցությունը իսկապես լինի այնքան, որ հնարավոր լինի հասնել արդյունքների։ Ես ասացի, լավ չնգծեցի, ուրեմն ընդդիմությունը ունի երկու տարբերակ,
ամենաբարձր ընտրական ակտիվությունը լինում է, եթե կա միասնական թեկնածու։ Եթե մենք չունենք, ապա շարասյունները ապահովում են 65-67%, եթե մենք ունենանք այն հայտերի պատասխանը, որը որ հասարակությունը ներկայացնում է, միասնություն, օրակարգ, ասենք ցուցակի մարդկային կերպարները, թեև ամենակարևորը այդ պարագայում, ու դրա փորձը նույնպես կա, պետք է թիրախավորել ոչ թե կողքի ընդդիմադիրը, լինի թիրախը, այլ միայն գործող իշխանությունը։ Տեսեք, հասարակությունը, մենք սկզբից նշեցինք, որ կա կարծիք ու կա տրամադրություն, չէ՞։ Ուրեմն կարծիքը, որ ձևավորվում է, ինչ-որ սա առաջի անգամ չի Հայաստանում, սա ոբշե ինչ-որ տենց ձևն է հայ ժողովրդի մտածելակերպի մեջ, լավ չի ուսումնասիրված, բայց այնուամենայնիվ ինչ-որ ժամանակ անց, երբ որ կարծրանում է արդեն կարծիքը, աշխարհը դառնում է սև-սպիտակ։ Հիմա հայ ընտրողների, ասենք ասենք 80%-ի համար աշխարհը սև-սպիտակ է։ Այսինքն կա գործող իշխանություն, որը պետք է հեռանա, ու սա բանալիների բանալին է։ Հիմա եթե մենք փորձենք այդ օրակարգից դուրս գանք, այդ սև-սպիտակ աշխարհից եթե մենք դուրս գանք, այսինքն մենք ասելով ես նկատի ունեմ ընդդիմությանը, ապա դա կպիտակավորվի ընտրողների, բազմաթիվ ընտրողների տեսակետից, դա կլինի իշխանակռիվ, աթոռակռիվ եւ այլն եւ այլն։ Իսկ այս կարևորագույն խնդիրը պետք է չմոռանալ ու հետո առանձնահատկություններ անեն մեկի ծրագրի որևէ պրոբլեմ չի ներկայացնի։ Մենք Գյումրիում տեսել ենք, որ տարբեր մոտեցումները չեն համարվում չընդունելի քաղաքական պայքարի մեջ։ Հետևաբար միասնություն չկա, օքեյ, 80% չեն ստանա, բայց 65-67%-ը գրեթե, ոչ թե գրեթե, այլ 100%-անոց լուրջ լագով հաղթանակ է։ Հետևաբար թիրախը կարևորագույն սա է, առանձնահատկությունները ողջունելի։